Նա հավատում էր, որ սիրել նշանակում է մնալ, նույնիսկ երբ ցավում է։ Տարիներ շարունակ նա լռությունն ու զիջումներն ընդունում էր որպես պարտավորության մաս։ Մինչ որ մի հանրային դրվագ ստիպեց նրան գիտակցել, թե որքան անտեսանելի է ինքը։ Այդ պահին նրա մեջ ինչ-որ բան վերջապես արթնացավ։ Եթե սիրո այսպիսի պատմությունները հուզում են ձեր սիրտը, բաժանորդագրվեք ալիքին գրեք, թե որտեղից եք դիտում։ Ձեր ներկայությունն այստեղ ամեն ինչ փոխում է։ Անահիտը միշտ հավատում էր, որ սերն ամենօրյա կառույց է, ստեղծված փոքր զիջումներից ու մեծ լռություններից։ Որ ամուսնությունը մնալն է, անկախ նրանից, թե որքան ծանր է այդ մնալը։ Որ հասունանալ նշանակում է կուլ տալ բառերը, թաքցնել վիրավորանքները, ժպտալ նույնիսկ այն ժամանակ, երբ հոգիդ օգնություն է աղաղակում։ 12 տարի շարունակ նա ապրում էր այս ճշմարտությամբ, կարծես այն բացարձակ լիներ, կարծես Տիգրան Սարգսյանի նման տղամարդու հետ ամուսնացած կնոջ համար այլ ճանապարհ գոյություն չունենար։ Նրանց տունը գտնվում էր Երանի ամենաթանկ թաղամասերից մեկում, կենտրոնում, որտեղ յուրաքանչյուր էլեկտրոնային դարպասի հետում թաքնված էին պատմություններ, որոնք երբեք չէին հայտնվի թերթերում։ Դա մի վեհաշուկ առանձնատուն էր, դիզայներական այգիներով, տաքացվող լողավազանով, գինու սառնարանային սենյակով, պատշգամբով, որտեղից բացվում էր քաղաքի արտոնյալ տեսարանը։ Ցանկացած այցելուի աչքերում դա հաջողության կատարյալ պատկերն էր։ Բայց Անահիտը գիտեր, որ շքեղությունը չի տաքացնում սիրտը, երբ ամեն գիշեր մենակ ես քնում, նույնիսկ եթե նույն մահճակալը կիսում ես մեկի հետ։ Տիգրանն այն տղամարդկանցից էր, որոնց մյուսները հիանում էին հեռվից։ Շինարարական բիզնեսի գործարար, նա կայսրություն էր կառուցել, բարձրահարկ շենքեր կանգնեցնելով ողջ մայրաքաղաքում։ Նրա ընկերությունը, Սարգսյան Construction-ը, բացառիկության լավ ճաշակի հոմանիշն էր։ Նա մշտական ներկայություն էր կորպորատիվ միջոցառումներին, բարեգործական ընթրիքներին, բարձրաշխարհիկ սյունակներում։ Միշտ անթերի, իտալական կոստյումով, միշտ պերճախոս ելույթներում, միշտ շրջապատված մարդկանցով, որոնք կախված էին նրա յուրաքանչյուր բառից, կարծես դրանք գործարար իմաստության պատգամներ լինեին։ Այն, ինչ ոչ ոք չէր տեսնում, այն տղամարդն էր, որը տուն էր գալիս ուշ գիշերով, հազիվ էր նայում կնոջը, լուռ ընթրում էր փակվում աշխատասենյակում մինչ լուսաբաց։ Այն, ինչ ոչ ոք չգիտեր, այն էր, որ Անահիտը գերազանցությամբ ավարտելով Երանի պետական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետը, հրաժարվել էր իր խոստումնալից կարիերայից ամուսնությունից անմիջապես հետո։ Տիգրանը երբեք ուղղակիորեն չէր խնդրել։ Պարզապես հասկացրել էր, գետային մեկնաբանություններով դատապարտող հայացքներով, որ Տիգրան Սարգսյանի կինը կարիք չունի աշխատելու։ Որ իր իմիջի համար անհարմար կլիներ ունենալ մի կին, որը բաժանված է տան ինչ-որ գրասենյակի մեջ։ Որ նա պետք է նվիրվի անթերի տանտիրուհի, էլեգանտ ուղեկից, զուսպ ստվեր լինելուն։ Եվ Անահիտն ընդունեց։ Որովհետև այն ժամանակ նա 26 տարեկան էր, հավատում էր, որ սերն հենց դա է։ Որ ամուսնանալ նշանակում է ձուլվել մյուսին այնքան, մինչ սեփական ուրվագիծդ չմնա։ Նա ճարտարապետական նախագծերը դրեց պահարանի ամենախորը դարակը, դադարեց պատասխել համալսարանի նախկին համակուրսեցիների զանգերին, չեղարկեց իր անդամակցությունը մասնագիտական միությանը։ Նա վերածվեց այն կնոջ, որը պետք էր Տիգրանին։ Տարիներն անցնում էին կանխատեսելի խեղդող առօրյայով։ Անահիտն արթնանում էր վաղ, պատրաստում էր նախաճաշ, որը Տիգրանը հազվադեպ էր ուտում տանը, վերահսկում էր աշխատակազմին, պլանավորում էր ընթրիքներ, որոնք նա հաճախ չեղարկում էր, ընտրում էր նրա հագուստը կարևոր միջոցառումների համար, ուղեկցում նրան որպես էլեգանտ ու համր ստվեր։ Նա սովորել էր վերծանել նրա տրամադրությունները հեռախոսի ձայնի տոնից, կանխատեսել քննադատությունները նախքան դրանց արտաբերվելը, կանխել յուրաքանչյուր պահանջ, առանց նրա խնդրելու։ Բայց հենց 2024 թվականի դեկտեմբերին ինչ-որ բան սկսեց ճակ տալ նրա ներսում։ Գուցե մոտեցող ամանորն էր պատճառը, մի շրջան, որը միշտ Անահիտի մեջ գրեթե մանկական հույս էր արթնացնում, թե ամեն ինչ կարող է այլ կերպ լինել։ Գուցե Երանի փողոցների տոնական լույսերն էին, որ թարթում էին որպես փոքրիկ հիշեցումներ, թե կյանքը կարող է գունավոր լինել։ Կամ գուցե դա պարզապես մի ամբողջ տասնամյակի կուտակված հոգնածությունն էր, ծածնելուց, թե ամեն ինչ կարգին է։ Տիգրանը մեծ միջոցառում էր պլանավորել դեկտեմբերի 20-ի երեկոյի համար։ Դա պետք է լիներ Սարգսյան Construction-ի երկրորդ գրասենյակի պաշտոնական բացումը, մի շքեղ գործարար շենք Հյուսիսային պողոտայի տարածքում։ Նա ամիսներ շարունակ կազմակերպում էր դա, տարված յուրաքանչյուր մանրուքով։ Հրավիրել էր ներդրողների, գործընկերների, ազդեցիկ քաղաքական գործիչների, մասնագիտացված լրագրողների։ Դա պետք է լիներ նրա անողոք կարիերայից մեկ նվաճման թագադրումը։ Անահիտի համար այդ միջոցառումը այլ բան էր խորհրդանշում։
Դա հնարավորություն էր լինելու նրա կողքին մի կարևոր պահի, ճանաչվել որպես այս ուղու մի մաս, գոյություն ունենալ ոչ թե որպես սեփական կյանքի աշխատակից, այլ որպես իրական ուղեկից։ Նա զգեստը ընտրել էր հատուկ խնամքով, մուգ կապույտ, էլեգանտ զուսպ ձվածքով, հենց այնպես, ինչպես Տիգրանը կհավաներ։ Ոչ մի աչքի ընկնող բան, ոչ մի համարձակ բան, ոչինչ, որը կշեղեր ուշադրությունը նրանից։ Կոշիկները բավականաչափ հարմարավետ էին երկար երեկոյի համար, բայց բավականաչափ էլեգանտ, տեսքն ամբողջացնելու համար։ Նա կեսօրն անցկացրել էր գեղեցկության սրահում, խնդրել էր դասական սանրվածք, թե դիմահարդարում, ամեն ինչ հաշվարկված էր, անթերի լինելու, բայց ոչ ոքի չստվերելու համար։ Երբ Տիգրանը երեկոյան տուն եկավ, նա արդեն պատրաստ էր։ Տիգրանը հազիվ նայեց նրան, պարզապես ինչ-որ բան մրմնջաց այն մասին, որ ուշանում են, գնաց հագուստը փոխելու։ Մեքենայում դեպի միջոցառման վայր տանող ճանապարհին նա խոսում էր միայն իր ելույթի, այն ներդրողների մասին, որոնց պետք է տպավորեր, այն մասին, թե որքան կարևոր էր այդ երեկոն բիզնեսի համար։ Անահիտը լուր լսում էր, ճիշտ պահերին գլխով անում, աջակցության փոքրիկ մեկնաբանություններ առաջարկում, երբ տեղին էր թվում։ Միջոցառումը տեղի էր ունենում նորաբաց շենքի վերջին հարկում գտնվող շքեղ սրահում, որտեղից բացվում էր լուսավորված քաղաքի հիասքանչ համայնապատկերը։ Երբ նրանք հասան, արդեն տասնյակ մարդիկ շրջում էին շամպայնի բաժակներով, իսկ աշխույժ խոսակցություններն արձագանքում էին ընդարձակ ու ժամանակակից սրահում։ Անահիտը ճանաչեց որոշ դեմքեր նախորդ միջոցառումներից։ Քաղաքավարի ողջունում էր մոտեցողներին, ժպտում էր սպասված պահերին, բայց իրեն զգում էր այնպես, ինչպես միշտ էր զգում այդպիսի վայրերում, անանուն հյուր սեփական կյանքում։ Տիգրանը նրան ներկայացնում էր, երբ ներկայացնում էր, միշտ նույն կերպ։ Սա իմ կինն է, Անահիտը։ Եվ հետո արագ խոսակցությունը շեղում էր դեպի բիզնես, դեպի թվեր, դեպի ընդլայնման ծրագրեր։ Նա այնքան հմտացել էր անհետանալու մեջ, որ այլս ջանք էլ չէր գործադրում։ Պարզապես անհետանում էր, նույնիսկ երբ այնտեղ էր։ Երեկոն ընթանում էր կանխատեսելի սցենարով։ Ելույթներ ասվեցին, կենացներ բարձրացվեցին, գովասանքներ փոխանակվեցին։ Անահիտը զուսպ շրջում էր, միշտ պահպանելով հարգալից հեռավորություն Տիգրանից, բայց երբեք շատ հեռու, եթե նա ինչ-որ բանի համար իրեն պետք գար։ Հենց այն պահին, երբ եկավ երեկոյի ամենասպասված պահը, ամեն ինչ փլուզվեց։ Միջոցառումը լուսանկարելու համար պրոֆեսիոնալ լուսանկարիչ էր վարձվել։ Պաշտոնական լուսանկարների ժամանակն էր, այն լուսանկարների, որոնք պետք է հայտնվեին գործարար ամսագրերում, տնտեսական թերթերում, ընկերության կայքում։ Տիգրանը կանգնեց կենտրոնում, շրջապատված գլխավոր ներդրողներով, գործընկերներով։ Անահիտը բնականon կերպով մոտեցավ, ինչպես միշտ էր անում, որպեսզի կանգնի նրա կողքին։ Դա իր տեղն էր, կամ գոնե նա միշտ այդպես էր հավատում։ Հենց այդ պահին Տիգրանը շրջվեց դեպի նա այն հայացքով, որը նա այնքան լավ գիտեր, այն հայացքով, որը նախորդում էր ուղղմանը, քննադատությանը, ուղղորդման տակ քողարկված մերժմանը։ Նա ամուր, բայց առանց դաժանության բռնեց նրա թը ցածր խոսեց, միայն նրա համար, բայց բավական բարձր, որ մոտակա մարդիկ ընկալեին տոնը։ Անահիտ, ավելի լավ է դու մի կողմ քաշվես հիմա։ Սրանք կորպորատիվ լուսանկարներ են, հասկանում ես։ Իմաստ չունի, որ դու այստեղ հայտնվես։ Բառերն ասվեցին կործանարար հանգստությամբ, կարծես նա պարզապես խնդրում էր, որ ջուր բերի։ Բայց յուրաքանչյուր վանք Անահիտի միջով անցավ սուր լուր շեղբի պես։ Նա մի պահ քարացավ, զգալով շուրջ բոլորի հայացքների ծանրությունը։ Որոշ մարդիկ լսել էին։ Նա դա հասկացավ հանկարծակի լռություններից, անհարմար արտահայտություններից, արագ շեղվող հայացքներից։ Անահիտը մի քայլ հետ արեց, ավտոմատ կերպով, ինչպես հնազանդ խամաճիկ։ Մնաց այնտեղ մի քանի մետր հեռավորության վրա, մինչ լուսարձակները պայթում էին, Տիգրանը ժպտում էր տեսախցիկներին, շրջապատված կարևոր մարդկանցով, որոնք նշանակություն ունեին։ Եվ նա ցավալի պարզությամբ հասկացավ, որ երբեք բավականաչափ կարևոր չի համարվել այդ լուսանկարներում լինելու համար։ Երբեք չի դիտվել որպես այդ հաջողության մի մաս։ Նա պարզապես այն կինն էր, որը մնում էր տանը, որը կազմակերպում էր ընթրիքներ, որը չէր խանգարում։ Երեկոյի մնացած մասն անցավ որպես շփոթված մշուշ։ Անահիտը մնաց միջոցառմանը, որովհետև մենակ հեռանալն ավելի վատ կլիներ, դա կնշանակեր հրապարակայնորեն ընդունել նվաստացումը։ Այսպիսով նա մնաց մեխանիկորեն ժպտալով, դատարկ հարցերին պատասխանելով, ձեռքում պահելով շամպայնի բաժակը, որը սառեց, առանց նրա մի կում անելու։ Երբ վերջապես կարողացան գնալ, արդեն կեսգիշերն անց էր։
Տիգրանը հիացած էր, աշխույժ խոսում էր այն մասին, թե ինչպես ամեն ինչ կատարյալ անցավ, կապերի մասին, որ հաստատել էր, հնարավորությունների մասին, որոնք կբացվեին։ Անահիտը ոչ մի բառ չասաց տուն վերադառնալու ողջ ընթացքում։ Երբ հասան, Տիգրանն ուղիղ գնաց աշխատասենյակ, ինչպես միշտ էր անում։ Նա բարձրացավ ննջասենյակ, զգուշությամբ հանեց մուգ կապույտ զգեստը, դրեց կոշիկները, ավտոմատ շարժումներով մաքրեց դիմահարդարումը։ Երկար նայեց իրեն հայելու մեջ, չճանաչեց այն կնոջը, որը նայում էր իրեն։ Այդ գիշեր Անահիտը չկարողացավ քնել։ Նստած մնաց ննջասենյակի պատշգամբում, նայելով ներքում լուսավորված քաղաքին, մտածելով, թե ինչպես էր հասել այստեղ։ Մտածելով, թե կոնկրետ երբ էր կորցրել իրեն այդ ամուսնության մեջ։ Մտածելով, թե քանի անգամ էր եղել անտեսանելի, անպետք, անտեսված։ Եվ 12 տարվա մեջ առաջին անգամ նա չլացեց։ Իրեն չխղճաց։ Նա այլ բան զգաց, մի բան, որը միաժամանակ վախեցրեց, ազատագրեց նրան։ Նա զայրույթ զգաց։ Եվ զայրույթի հետ միասին սառը անխուսափելի պարզություն։ Երբ ալը սկսեց ծագել երանի վրա, երկինքը ներկելով նարնջագույն երանգներով, Անահիտն արդեն որոշում էր կայացրել։ Նա սպասեց, մինչ Տիգրանն արթնանա, սպասեց, մինչ նա շտապ նախաճաշի, սպասեց, մինչ նա գնա հերթական կարևոր հանդիպմանը։ Եվ հետո նա սկսեց գործել։ Դա հախուռն որոշում չէր։ Դա տարիների ընթացքում կուտակված փոքր նվաստացումների, պարտադրված լռությունների, իրենից պոկված կտորների եզրահանգումն էր, մինչ մնացել էր միայն դատարկ կեղ։ Անահիտը վերցրեց մի քանի հագուստ, անհրաժեշտ փաստաթղթեր, հին լուսանկարներ, երբ դեռ ինքն էր։ Թողեց թանկարժեք զարդերը, բրենդային զգեստները, ներմուծված կոշիկները։ Թողեց այն ամենը, ինչը խորհրդանշում էր այն կյանքը, որը Տիգրանը գնել էր նրա համար։ Նա զանգահարեց մորը, տիկին Գայանեին, որն ապրում էր Երանի հասարակ թաղամասերից մեկում, Նոր Նորքում, համեստ տնակում, որտեղ Անահիտը տարիների ընթացքում գնալով ավելի հազվադեպ էր այցելում։ Մոր ձայնը հեռախոսի մյուս կողմում լի էր անհանգստությամբ, բայց նա մի բանով, որը Անահիտը վաղուց չէր լսել։ Ընդունելություն։ Աղջիկս, արի տուն, ասաց տիկին Գայանեն։ Եվ այդ պահին Անահիտը հասկացավ, որ տունը երբեք այն առանձնատունը չի եղել կենտրոնում։ Տունն այնտեղ էր, որտեղ քեզ տեսնում էին, ճանաչում էին, սիրում էին առանց պայմանների։ Դուրս գալուց առաջ Անահիտը խոհանոցի սեղանին կարճ նամակ թողեց։ Դա դրամատիկ նամակ չէր, ոչ էլ բորբոքված մեղադրանք։ Դա պարզապես պարզ վերջնական հրաժեշտ էր։ Տիգրան, ես այլս չեմ կարող այսպես ապրել։ Ես քո ստվերը չեմ, աքսեսուար չեմ։ Ես պետք է նորից դառնամ այն, ինչ էի, նախքան այս ամուսնության մեջ կորչելս։ Ոչինչ չկա, որ դու կարող ես ասել կամ անել, որը կփոխի դա։ Հոգ տար քեզ։ Անահիտ։ Եվ հետո նա հեռացավ, իր հետ տանելով միայն մի փոքրիկ ճամպրուկ այն քաջությունը, որը վերջապես գտել էր իր ներսում։ Երբ վերջին անգամ փակեց այդ տան դուռը, հետ չնայեց։ Կարոտ չզգաց։ Զգաց միայն հսկայական թեթություն, կարծես տարիներ շարունակ ծանր բեռ էր կրել, վերջապես կարող էր այն գետնին դնել։ Տաքսին, որը նրան տարավ մոր տուն, հատեց Երանը մի երթուղով, որը խորհրդանշական էր թվում։ Հարուստ կանաչապատ կենտրոնից մինչ մարդաշատ աղմկոտ Նոր Նորք։ Անահիտը նայում էր պատուհանից, տեսնելով, թե ինչպես է քաղաքը փոխվում իր շուրջը, զգում էր, որ վերադարձի ճանապարհորդություն է կատարում դեպի ինքն իրեն։ Յուրաքանչյուր անցած կիլոմետրը մի քայլ էր դեպի այն կինը, որը նա եղել էր Տիգրանից առաջ։ Նախքան ընդունելը, որ իր արժեքը կախված է նրա հավանությունից։ Երբ հասավ մոր տուն, Նոր Նորքի հանգիստ փողոցներից մեկում գտնվող պարզ շինություն, տիկին Գայանեն սպասում էր դռան մոտ։ Առանց հարցերի, առանց դատողությունների, պարզապես մի ամուր գրկախառնություն, որը Անահիտը տարիներ շարունակ չէր ստացել։ Եվ հենց այնտեղ մոր գրկում, շրջապատված թարմ սուրճի տնական թխվածքի բույրով, Անահիտը վերջապես լաց եղավ։ Բայց դրանք պարտության արդյունքներ չէին։ Դրանք նոր սկզբի արդյունքներ էին։ Հավանում եք այս պատմությունը։ Ասացեք ինձ, թե ինչ կարծիքի եք այս պատմության մասին, ինչպես եք կարծում, այն կավարտվի։ Մոր տանն անցկացրած առաջին օրերը թեթության ապակողմնորոշման խառնուրդ էին։ Անահիտն առավոտյան արթնանում էր մի քանի վայրկյան մոռանում, թե որտեղ է, մարմինը դեռ պայմանավորված վերջին 12 տարվա առօրյայով։ Բայց հետո լսում էր տան ձայները, հյուրասենյակում հեռուստացույցի աղմուկը, խոհանոցում թավայի շշոցը, տիկին Գայանեի ձայնը, որը երգում էր նախաճաշ պատրաստելիս։ Եվ հետո հիշում էր։
Նա ազատ էր։ Նա տանն էր։ Ննջասենյակը, որտեղ նա քնում էր, նույնն էր, ինչ պատանեկության տարիներին, գրեթե անփոփոխ պահպանված տարիների ընթացքում։ Պատերը դեռ մանուշակագույն էին, որը նա ինքն էր ընտրել 15 տարեկանում, իսկ գրադարակում մնացել էին ճարտարապետության գրքերը, որոնք նա ուսումնասիրում էր համալսարանից առաջ։ Անահիտը ժամերով թերթում էր այդ դեղնած էջերը, վերագտնելով այն երիտասարդ աղջկան, որը երազում էր տներ նախագծել, ստեղծել տարածքներ, որոնք մարդկանց կստիպեին իրենց տանը զգալ։ Ո՞ր էր մնացել այդ աղջիկը։ Որ պահին էր նա հրաժարվել իրենից։ Տիկին Գայանեն քչախոս, բայց խորիմաստ ժեստերի տեր կին էր։ Նա անտեղի հարցեր չէր տալիս, մանրամասն բացատրություններ չէր պահանջում։ Երկրորդ օրը, երբ ճաշի համար կարտոֆիլ էր մաքրում, պարզապես ասաց, որ Անահիտը միշտ տեղ կունենա այնտեղ, որքան ժամանակ որ պետք լինի։ Եվ ավելացրեց այն պարզ իմաստությամբ, որը միայն մայրերն ունեն, որ երբեմն պետք է վերադառնալ սկզբին, հիշելու համար, թե ով ենք մենք իրականում։ Այդ տարվա ամանորը բոլորովին տարբերվում էր նախորդներից։ Չկար համազգեստավորված աշխատակիցների կողմից մատուցվող շքեղ սեղան, չկար մասնագետների կողմից պլանավորված ներմուծված զարդարանք, չկային շքեղ թղթերով փաթաթված թանկարժեք նվերներ։ Դա պարզ ամանոր էր, ընտանիքը հավաքված խոհանոցի փայտե սեղանի շուրջ, ուտում էին մոր պատրաստած բլինչիկները, հին ջեռոցում խորոված խոզի բուդը, չամիչով աղցան։ Այնտեղ էին Անահիտը, տիկին Գայանեն, կրտսեր եղբայրը Արթուրը, որն աշխատում էր որպես մեխանիկ, կինը Լուսինեն, որը հղի էր իրենց առաջնեկով։ Դա ամենահամեղ տոնական սեղանն էր, որ Անահիտն ունեցել էր տարիներ շարունակ։ Ոչ թե ուտելիքի պատճառով, այլ անկեղծ ծիծաղի, առանց շտապելու պատմվող պատմությունների, սեղանի շուրջ առանց հարկադրանքի շրջանառվող ջերմության պատճառով։ Արթուրը կատակում էր մանկության չարաճճությունների մասին, Լուսինեն ցույց էր տալիս ապագա երեխայի առաջին շորիկները, տիկին Գայանեն բողոքում էր ներկայիս սերիալներից, համեմատելով դրանք հների հետ։ Եվ Անահիտը ծիծաղում էր, լալիս, գրկում, զգում։ Պարզապես զգում։ Տիգրանը զանգահարեց նոր տարվա նախօրեին։ Անահիտը նայեց բջջայինի էկրանին հայտնված նրա անվանը, նրա առաջին բնազդը պատասխանելն էր, ինչպես միշտ էր անում։ Բայց հետո հիշեց իր թողած նամակը, այն բառերը, որոնք վերջապես կարողացել էր գրել։ Թողեց զանգը մինչ ձայնային փոստին անցնելը։ Նա այդ օրս 3 անգամ զանգեց։ Անահիտը ոչ մեկին չպատասխանեց։ Պատրաստ չէր լսելու, թե ինչ ուներ նա ասելու։ Գուցե երբեք էլ պատրաստ չլիներ։ Հունվարը բերեց Երանյան ամռանը բնորոշ շոկը, նա հրատապության զգացում։ Անահիտը գիտեր, որ պետք է վերակառուցի իր կյանքը գործնականորեն, ոչ միայն հուզականորեն։ Պետք էր աշխատել, վերականգնել իր ֆինանսական անկախությունը, վերագտնել այն կարիերան, որը թողել էր այնքան վաղուց։ Բայց ինչպես վերսկսել 12 տարվա դադարից հետո։ Ինչպես բացատրել ինքնակենսագրության մեջ այդ հսկայական բացը։ Ինչպես համոզել որևէ մեկին, որ դեռս իրավասու է, չնայած շուկայից հեռու անցկացրած ամբողջ ժամանակին։ Անվստահությունը կաթվածահար էր անում։ Անահիտը ժամերով նայում էր համակարգչի էկրանին, փորձելով թարմացնել ինքնակենսագրությունը, չիմանալով ինչ գրել։ Ավարտել է ԵՊ ճարտարապետության ֆակուլտետը, գերազանց գնահատականներ, մրցանակակիր նախագծեր համալսարանական տարիներին։ Իսկ հետո։ Ավելի քան 1 տասնամյակի դատարկություն։ Ինչպես թարգմանել այդ տարիները բառերի, որոնք չհնչեն որպես արդարացում կամ թուլություն։ Արթուրն էր, որ առանց իմանալու, տվեց նրան անհրաժեշտ հրումը։ Մի երեկո ընթրիքի ժամանակ նա պատահականորեն նշեց, որ այն ընկերությունը, որտեղ ինքն աշխատում է որպես տեխնիկական սպասարկման ղեկավար, կանաչ տուն շինարարական ընկերությունը, ընդլայնվում է մասնագետները փնտրում կայուն բնակելի նախագծերի բաժնի համար։ Անահիտ, դու լավ չէիր դրանից։ Տներ նախագծելուց հարցրեց նա այն եղբայրական պարզությամբ։ Պետք է մի նայես։ Անահիտը նույն երեկոյան ուսումնասիրեց կանաչ տունը։ Դա միջին չափի շինարարական ընկերություն էր, որը կենտրոնացած էր բնապահպանական մտահոգությամբ բնակելի նախագծերի վրա, մի բան, որը շատ էր զարգանում Երանյան շուկայում։ Այն չուներ Սարգսյան Construction-ի հեղինակությունը, չէր կառուցում երկնաքերեր հյուսիսային պողոտայում, բայց ուներ ամուր սկզբունքներ հարգալից համբավ։ Եվ ամենակարևորը, աշխատանքի էր ընդունում։ Նա ուղարկեց ինքնակենսագրությունը առանց մեծ ակնկալիքների, պատրաստ մերժմանը։ Բայց 3 օր անց նամակ ստացավ, խնդրելով ներկայանալ հարցազրույցի։ Սիրտը բաբախեց։ Դա իրական էր։ Դա հնարավորություն էր։
Հարցազրույցը տեղի ունեցավ փետրվարյան մի անպամած առավոտ կանաչ տան գրասենյակում Արաբկիրի տարածքում։ Անահիտն ընտրեց պրոֆեսիոնալ, բայց ոչ շքեղ հագուստ, փորձելով հավասարակշռություն գտնել իրավասության իսկության միջ։ Նա նյարդայնացած էր, ձեռքերը քրտնում էին, ստամոքսը խառնվում էր։ Այնքան երկար ժամանակ էր անցել վերջին անգամից, երբ պետք էր ապացուցել իր մասնագիտական արժեքը։ Նրան ընդունեց Ելենա Պետրոսյանը, ընկերության նախագծերի տնօրենը, մոտ 50 տարեկան մի կին, կարճ կտրված ալեխառն մազերով ուղիղ հայացքով, որը միաժամանակ վախեցնում ընդունում էր։ Նա մի քանի վայրկյան, որոնք հավերժություն թվացին, լուր ուսումնասիրեց Անահիտի ինքնակենսագրությունը։ 12 տարի առանց ոլորտում աշխատելու, նկատեց Ելենան, առանց դատողության ձայնի մեջ, պարզապես փաստի արձանագրում։ Անահիտ, ինչու եք ուզում հիմա վերադառնալ։ Անահիտը կարող էր ստել։ Կարող էր ավելի ընդունելի, ավելի քիչ խոցելի պատմություն հորինել։ Բայց որոշեց ճշմարտությունն ասել։ Որովհետև 12 տարի ես ապրել եմ ուրիշի կյանքով մոռացել, թե ով եմ ես։ Ճարտարապետությունն այն էր, ինչն ինձ ստիպում էր կենդանի զգալ, նախքան ինձնից հրաժարվելս։ Ես այստեղ եմ, որովհետև պետք է վերականգնեմ դա։ Պետք է նորից ամբողջական դառնամ։ Ելենան երկար նայեց նրան։ Հետո, զարմանալիորեն, ժպտաց։ Անկեղծությունը լավ սկիզբ է, ասաց նա։ Անկեղծ կլինեմ ձեզ հետ, Անահիտ։ Ձեր ինքնակենսագրության մեջ չափազանց մեծ բաց կա, որպեսզի ես անտեսեմ այն։ Բայց ձեր համալսարանական նախագծերը փայլուն էին, երեք ուսումնասիրել եմ ձեզ։ Եվ անկեղծությունը, այս ուռճացված էգոներով լի շուկայում, շատ արժեքավոր է։ Ես ձեզ հնարավորություն կտամ։ 3 ամսվա ժամանակավոր պայմանագիր։ Դուք կաշխատեք որպես օգնական, նորից կսովորեք շուկան, կապացուցեք, որ դեռ ունեք այն տաղանդը, որը ցուցաբերում էիք 15 տարի առաջ։ Եթե ստացվի, կընդունենք հիմնական աշխատանքի։ Եթե ոչ, յուրաքանչյուրս կգնա իր ճանապարհով։ Համաձայն եք։ Անահիտը համաձայնեց նախքան Ելենայի նախադասությունն ավարտելը։ Նա ամեն ինչի համաձայն կլիներ։ Նրան այդ հնարավորությունը պետք էր, ինչպես շնչելը։ Աշխատանքի առաջին օրը սարսափելի էր։ Անահիտը չափազանց շուտ էր եկել, չափազանց անհանգիստ, չափազանց անվստահ։ Գրասենյակը բաց համագործակցային տարածք էր, ընդհանուր սեղաններով, ամենուր բույսերով անկաշկանդ մթնոլորտով, որը լիովին հակադրվում էր այն սառը կորպորատիվ միջավայրին, որը նա ճանաչել էր Տիգրանի միջոցով։ Մարդիկ երիտասարդ էին, ստեղծագործ, աղմկոտ։ Նա իրեն օտար զգաց, հնացած, անպատշաճ։ Բայց հետո նա հանդիպեց Դավթին։ Դավիթ Ավետիսյանը կանաչ տան ավագ ճարտարապետն էր, պատասխանատու բնակելի նախագծերի թիմի համակարգման համար։ Նա 38 տարեկան էր, բարձրահասակ, կրում էր զուսպ շրջանակով ակնոց ուներ հանգիստ բնավորություն, որը վստահություն էր ներշնչում առանց ամբարտավանության։ Հենց նա ընդունեց Անահիտին առաջին օրը, ցույց տվեց գրասենյակը, բացատրեց աշխատանքի դինամիկան, ներկայացրեց թիմին։ Նա անտեղի հարցեր չտվեց նրա անցյալի մասին։ Հիվանդագին հետաքրքրություն չցուցաբերեց 12 տարվա բացակայության վերաբերյալ։ Պարզապես ասաց անկեղծ ժպիտով, որ այնտեղ է օգնելու, ինչով որ պետք լինի, որ վերսկսելը միշտ դժվար է, բայց նա մենակ չէ։ Առաջին նախագծերը դժվար էին։ Անահիտը հասկացավ, թե որքան է առաջադիմել տեխնոլոգիան, քանի նոր ծրագիր պետք է տիրապետի, քանի նորմ է փոխվել։ Բայց նա հասկացավ, որ էականը մնացել է։ Զգայունությունը, ֆունկցիոնալ հարմարավետ տարածքներ ստեղծելու, մարդկանց կարիքները հասկանալու կարողությունը, մանրուքների նկատմամբ ուշադիր հայացքը, որոնք տունը վերածում են օջախի։ Դա դեռ նրա ներսում էր, պարզապես քնած։ Դավիթը համբերատար առատաձեռն էր։ Նա աշխատանքից հետո մնում էր, օգնելով Անահիտին տիրապետել մոդելավորման ծրագրերին, վերանայում էր նրա նախագծերը կառուցողական մեկնաբանություններով, երբեք վերից չնայելով, տոնում էր փոքրիկ հաղթանակները, երբ նա ինչ-որ բարդ բան էր ճիշտ անում։ Այդ առաջին ամիսներին ռոմանտիկա չկար, պարզապես հարգալից մասնագիտական գործընկերություն։ Բայց կար նա ավելի նուրբ մի բան։ Լուռ կապ, փոխադարձ ըմբռնում, որը բառերի կարիք չուներ։ Անահիտը գրասենյակի խոհանոցում ճաշի ժամանակ պատահական զրույցներում պարզեց, որ Դավիթը 3 տարի առաջ ամուսնալուծվել է։ Ամուսնությունն ավարտվել էր առանց սկանդալների, պարզապես երկու մարդկանց բնական մաշվածությունից, որոնք աճել էին հակառակ ուղղություններով։
Նա խոսում էր այդ մասին առանց դառնության, պարզապես հասուն ընդունելությամբ մեկի, ով սովորել է սեփական սխալներից։ Նա ուներ 9 տարեկան դուստր Սոֆին, որը շաբաթվա կեսն անցկացնում էր նրա հետ, որի մասին նա խոսում էր ակնհայտ անկեղծ սիրով։ Ապրիլը բերեց աշունը նա տեսանելի փոփոխություն Անահիտի մեջ։ Նա ավելի ինքնավստահ էր, ավելի ներկա, ավելի կենդանի։ Նրա հանձնած նախագծերն ավելի ու ավելի կատարելագործված էին, գաղափարներն ավելի ստեղծագործ, վստահությունն ավելի ակնհայտ։ Ելենան ամսվա վերջին կանչեց նրան իր գրասենյակ առաջարկեց հիմնական աշխատանքի անցնել։ Ժամանակավոր պայմանագիրն արդյունք էր տվել։ Անահիտն այժմ պաշտոնապես թիմի անդամ էր։ Այդ երեկո Անահիտը նորից լաց եղավ։ Բայց դրանք բոլորովին այլ արդյունքներ էին, քան նրանք, որ թափել էր դեկտեմբերին։ Դրանք նվաճման սեփական հպարտության արդյունքներ էին, մի կնոջ, որն ինքն իրեն ապացուցում էր, որ ունակ է։ Նա զանգեց մորը, պատմեց նորությունը, լսեց տիկին Գայանեի ձայնի հպարտությունը հեռախոսի մյուս կողմում։ Հենց ապրիլին էլ հայտնվեց Տիգրանը։ Անահիտը մի հատկապես երկար օրվա վերջում դուրս էր գալիս գրասենյակից, երբ տեսավ նրան կանգնած ներմուծված մեքենայի կողքին, շենքի դիմացի մայթին։ Մի վայրկյան մտածեց, թե երակայում է։ Բայց չէր երակայում։ Դա նա էր, անթերի, ինչպես միշտ, թանկարժեք կոստյումով, բայց դեմքին ինչ-որ այլ բան կար։ Հոգնածություն, գուցե։ Թե խոցելիություն։ Անահիտ, ասաց նա, երբ Անահիտը մոտեցավ, ձայնը զուսպ, բայց թաքնված հրատապությամբ։ Ես պետք է խոսեմ քեզ հետ։ Նա կանգնեց մի քանի մետր հեռավորության վրա, առանց ավելի մոտենալու։ Ոչ այստեղ, Տիգրան։ Ոչ հիմա։ Ապա երբ։ Դու չես պատասխանում իմ զանգերին, չես պատասխանում հաղորդագրություններին։ Ես պետք է խոսեմ քեզ հետ։ Ինչի։ Մասին։ Խոսակցությունն արդեն տեղի է ունեցել, դեկտեմբերին։ Դու շատ պարզ հասկացրիր, թե ինչ տեղ եմ ես զբաղեցնում քո կյանքում։ Կամ ավելի ճիշտ, ինչ տեղ չեմ զբաղեցնում։ Ես գիտեմ, որ ամեն ինչ փչացրի։ Գիտեմ, որ հիմար էի։ Բայց մենք պետք է խոսենք ամուսնալուծության գործնական հարցերի մասին։ Դու չես կարող պարզապես անհետանալ։ Կարող եմ կանհետանամ։ Իմ փաստաբանը կապ կհաստատի ընթացակարգերի վերաբերյալ։ Այլս խոսելու բան չունենք, Տիգրան։ Նա սկսեց հեռանալ, բայց Տիգրանը մի քայլ առաջ արեց։ Անահիտ, խնդրում եմ։ Ես գիտեմ, որ արժանի չեմ, բայց գոնե ինձ հնարավորություն տուր բացատրվելու։ Իսկապես ներողություն խնդրելու։ Անահիտը նայեց նրան, փնտրելով անկեղծության որենշան, հարմարավետությունից անդին։ Բայց այն ամենը, ինչ տեսնում էր, նույն տղամարդն էր, որը հրապարակայնորեն նվաստացրել էր իրեն, որն ավելի քան մեկ տասնամյակ անտեսանելի էր դարձրել իրեն։ Նրա ներողությունները, նույնիսկ եթե անկեղծ լինեին, չափազանց ուշ էին։ Դու ուզում ես ներողություն խնդրել։ Ուրեմն ես քեզ դա կտամ։ Ես ընդունում եմ քո ներողությունները, Տիգրան։ Բայց ընդունելը չի նշանակում վերադառնալ, չի նշանակում ներել, չի նշանակում, որ որևէ բան փոխվել է։ Դու 12 տարի ունեիր ինձ տեսնելու, գնահատելու, ինձ որպես մարդու վերաբերվելու համար։ Դու ընտրեցիր ինձ վերաբերվել որպես դեկորատիվ առարկայի։ Հիմա ես եմ ընտրում առաջ շարժվել առանց քեզ։ Նա շրջվեց մտավ մոտակա մետրո, թողնելով նրան կանգնած մայթին։ Ձեռքերը դողում էին, սիրտը բաբախում էր, բայց նրա ներսում նոր ուժ կար։ Մեկի ուժը, ով վերջապես սովորել էր, որ սեփական արժանապատվությունը սակարկելի չէ։ Հաջորդ ամիսներին Անահիտն ու Դավիթը սկսեցին միասին աշխատել մի կարևոր նախագծի վրա։ Դա էկոլոգիական առանձնատուն էր Երանի մերձակայքում գտնվող բնապահպանական գոտում, մի տեխնիկական ստեղծագործական մարտահրավեր, որը պահանջում էր երկուսի լավագույնը։ Նրանք ժամերով կռացած էին գծագրերի վրա, քննարկում էին լուծումներ, միասին այցելում էին տեղանք։ Եվ աշխատանքի ընթացքում, առանց որևէ մեկի պլանավորելու, ինչ-որ բան սկսեց ծաղկել։ Դա հանկարծակի չէր։ Դրամատիկ չէր։ Դա աստիճանական էր, ինչպես արածակը, անխուսափելի, ինչպես եղանակների փոփոխությունը։ Սկսվեց հայացքներից, որոնք տում էին անհրաժեշտից մեկ վայրկյան ավելի։ Խոսակցություններից, որոնք ձգվում էին աշխատանքից հետո առանց հստակ մասնագիտական պատճառի։ Առանց խնդրելու բերված սուրճից, անկեղծ գովասանքից մի մանրուքի մասին, որը միայն նա էր նկատել նրա նախագծում։
Փոքր ուշադրություններ, որոնք ամուր կամուրջ էին կառուցում երկու վիրավոր սրտերի միջ, որոնք սովորում էին նորից վստահել։ Հունիսյան մի կեսօր, նախագծի տեղանք այցելության ժամանակ, Դավիթը վերջապես բարձրաձայնեց այն, ինչ երկուսն էլ արդեն գիտեին, բայց խուսափում էին անվանել։ Նրանք կանգնած էին տեղանքի բարձր կետում, դիտում էին ներքում փռված կանաչ հովիտը, քննարկում, թե որտեղ պետք է լինի տան գլխավոր պատշգամբը։ Կեսօրվա արը ամեն ինչ ոսկեգույն էր ներքում, նրանց միջ լռությունը հարմարավետ էր, զուրկ անհանգստությունից։ Անահիտ, մեղմ ասաց Դավիթը, կարո՞ղ եմ քեզ անձնական հարց տալ։ Նա նայեց նրան, վախեցած, բայց հետաքրքրված։ Կարող ես։ Դու դեռ մտածում ես նրա մասին։ Քո նախկին ամուսնու։ Անահիտը խորը շունչ քաշեց, կշռադատելով պատասխանը։ Մտածում եմ կորցրած ժամանակի։ Այն կնոջ մասին, որը դադարեցի լինել նրա պատճառով։ Բայց կոնկրետ նրա մասին չեմ մտածում։ Կարոտ չեմ զգում։ Իրականում ոչինչ չեմ զգում։ Կարծես իմ կյանքի այդ մասը ուրիշի հետ է պատահել։ Դավիթը գլխով արեց, ընկալելով բառերը։ Իսկ դու բաց ես նորից սկսելու համար։ Ոչ թե մասնագիտորեն, այլ անձնապես։ Անահիտի սիրտը բաբախեց։ Նա հստակ գիտեր, թե ինչ էր նա հարցնում։ Եվ երկար ժամանակ անց առաջին անգամ պատասխանից չվախեցավ։ Բաց եմ, պարզ ասաց նա։ Բաց եմ ճիշտ բաների համար, ճիշտ մարդկանց հետ։ Նա ժպտաց այն հանգիստ ձով, որը նա սովորել էր ասոցացնել անվտանգության հետ։ Որքան լավ, պատասխանեց նա։ Որովհետև ես շատ կուզենայի քեզ ընթրիքի հրավիրել։ Ոչ թե որպես գործընկերների։ Որպես երկու մարդկանց, որոնք գուցե ուզում են ավելի լավ ճանաչել միմյանց։ Անահիտը ժպտաց ի պատասխան, զգալով մի թեթություն կրծքում, որը տարիներ շարունակ չէր զգացել։ Ես մեծ սիրով կգայի, Դավիթ։ Եվ այսպես, ճարտարապետական գծագրերի մայրամուտների միջ, խորը զրույցների հարմարավետ լռությունների միջ, սկսվեց մի նոր բան։ Մի բան, որը չէր ցավեցնում, զիջում չէր պահանջում, չէր խնդրում, որ նա անհետանա։ Մի բան, որն առաջին անգամ փոխադարձ էր թվում։ Առաջին ընթրիքը տեղի ունեցավ Սարյան փողոցի մի փոքրիկ հարմարավետ ռեստորանում, հեռու այն շքեղ սառը վայրերից, որոնք Անահիտը հաճախում էր Տիգրանի հետ։ Դա այն վայրերից էր, որտեղ սեղանները չափազանց մոտ էին իրար, որտեղ լսվում էր մյուս հաճախորդների աշխույժ զրույցը, որտեղ ճաշացանկը ձեռքով գրված էր պատից գրատախտակին։ Դավիթը ճիշտ ժամանակին եկավ, հագին պարզ վերնաշապիկ ջինսետաբատ, առանց այն ավելորդ պաշտոնականության, որը Անահիտն ասոցացնում էր անցյալի ռոմանտիկ հանդիպումների հետ։ Զրույցը բնական հոսեց, կարծես դա պարզապես ճարտարապետության մասին իրենց հերթական քննարկումն էր, բայց մտերմության այլ շերտով։ Դավիթը պատմեց Գյումրիում անցկացրած իր մանկության մասին, ուսուցիչների որդի, որոնք միշտ խրախուսել էին իր ստեղծագործականությունը։ Խոսեց ամուսնալուծության մասին, թե որքան ցավալի, բայց անհրաժեշտ էր գիտակցել, որ ինքն ու նախկին կինը կյանքից սկզբունքորեն տարբեր բաներ էին ուզում։ Նա առաջնահերթություն էր տալիս կարգավիճակին արտաքին տեսքին, իսկ ինքը գնահատում էր պարզությունն ու իսկությունը։ Այդ պատմության մեջ չարագործներ չկային, պարզապես անհամատեղելիություն։ Անահիտն իր հերթին, ընտանիքից դուրս մեկի հետ առաջին անգամ կիսվեց Տիգրանի հետ իր ամուսնության մանրամասներով։ Աստիճանական զիջումները, աճող անտեսանելիությունը, դեկտեմբերյան միջոցառման վերջնական նվաստացումը։ Դավիթը լսում էր առանց ընդհատելու, առանց շտապ լուծումներ կամ հեշտ դատողություններ առաջարկելու, պարզապես ներկա ուշադիր։ Երբ նա ավարտեց, Դավիթը պարզապես ձեռքը մեկնեց սեղանի վրայով, քնքշորեն բռնեց նրա ձեռքը։ Դու ամենախիզախ կանանցից մեկն ես, ում երբե հանդիպել եմ, ասաց նա բացարձակ անկեղծությամբ։ Զրոյից սկսել, վերադառնալ այնքան վաղուց թողած կարիերային, ամեն օր դիմակայել քո վախերին։ Դա այնպիսի ուժ է պահանջում, որը քչերն ունեն։ Հուսով եմ, դու դա գիտես։ Անահիտը զգաց, թե ինչպես են աչքերը լցվում, բայց դրանք լավ արցունքներ էին։ Մեկի արցունքները, ում երկար ժամանակ անց առաջին անգամ իսկապես տեսնում էին։ Շնորհակալ եմ, շշնջաց նա։ Ինձ տեսնելու համար։ Ես միշտ քեզ տեսել եմ, Անահիտ։ Առաջին օրվանից։ Նրանք ռեստորանից դուրս եկան արդեն ուշ գիշերով աննպատակ քայլեցին Սարյանի կանաչապատ փողոցներով։ Դավիթը զվարճալի պատմություններ էր պատմում իր դստեր Սոֆիի մասին, նրա տված անհնարին հարցերի, նրա բնակարանի սառնարանը զարդարող նկարների մասին։ Անահիտը հասկացավ, որ նա այնպիսի հայր է, որը ներկա է, ներգրավված, որը դստերը ամեն ինչից վեր է դասում։
Դա նրան խորապես հուզեց։ Երբ մետրոյի կայարանում հրաժեշտ տվեցին, Դավիթը չփորձեց համբուրել նրան։ Պարզապես ասաց, որ երեկոն շատ է դուր եկել կցանկանար կրկնել, երբ նա ցանկանա։ Ճնշման, ակնկալիքների, շտապողականության բացակայությունը թարմացնող էր։ Անահիտը տուն վերադարձավ թացելով, զգալով մի բան, որը մոռացել էր, որ գոյություն ունի։ Իսկական հույս։ Հաջորդ ամիսները դանդաղ հետողական ծաղկման շրջան էին։ Անահիտն ու Դավիթը սկսեցին պարբերաբար հանդիպել աշխատանքից դուրս, բայց առանց շտապելու, առանց դրամայի, աղյուս առ աղյուս կառուցելով մի ամուր բան։ Նրանք այցելում էին արվեստի ցուցահանդեսներ, կիրակի օրերին զբոսնում էին հաղթանակի զբոսայգում, միասին ճաշ էին պատրաստում նրա բնակարանում, մինչ Սոֆին քնած էր։ Անահիտը աղջկա հետ ծանոթացավ աստիճանաբար, առանց մտերմություն պարտադրելու, հարգելով նրա ժամանակը։ Սոֆին խելացի էր, հետաքրքրասեր, սկզբում մի փոքր զուսպ, բայց աստիճանաբար բացվեց։ Օգոստոսին երանյան չափանիշներով հատկապես ցուրտ շաբաթ առավոտյան Սոֆին հարցրեց այն մանկական անկեղծությամբ, որը զուրկ է ստիճներից, թե արդյոք Անահիտը հայրիկի ընկերուհին է։ Դավիթը շփոթվեց, սկսեց կակազելով դիվանագիտական պատասխան տալ, բայց Անահիտը ժպտաց պարզ ասաց, որ իրենք մարդիկ են, որոնք շատ են սիրում միմյանց ավելի լավ են ճանաչում այդ զգացմունքը։ Սոֆին մի պահ մտածեց, հետո ասաց, որ դա լավ է, որովհետև հայրիկը վերջերս ավելի երջանիկ է, դա լավ է։ Աղջկա անմեղ մեկնաբանությունը խորապես հուզեց Անահիտին։ Նա ինչ-որ մեկին երջանկացնում էր։ Ոչ թե անհետանալով, ոչ թե հարմարվելով, այլ լինելով հենց այն, ինչ կա։ Դա նրա համար հեղափոխական էր։ Աշխատանքում Անահիտը ծաղկում էր։ Էկոլոգիական տան նախագիծը գրեթե ավարտված էր, հաճախորդներից խանդավառ գովասանքներ էր ստացել։ Ելենան նրան կանչեց միայնակ ղեկավարելու նոր նախագիծ, հին առանձնատան վերանորոգում Դավթաշենի տարածքում, այն վերածելով կայուն առտրային տարածքի։ Դա իրական պատասխանատվություն էր, դրված վստահություն, արժանի ճանաչում։ Անահիտը զգում էր, որ վերջապես վերականգնում է կորցրած տարիները, ոչ թե անցյալը ջնջելու իմաստով, այլ իմաստալից ապագա կառուցելու։ Հենց այդ շրջանում, սեպտեմբերի սկզբին, Տիգրանը սկսեց ավելի հաճախ հայտնվել։ Երբեք ագրեսիվ կամ, բայց միշտ ներկա։ Գրասենյակ առաքված ծաղկեփունջ, ներողություն խնդրող բացիկով։ Հաղորդագրություն, որում ասվում էր, որ մտածում է իր մասին։ Ամուսնալուծության գործընթացի մասին պաշտոնական նամակ, որն ավարտվում էր անձնական նախադասությամբ, ասելով, որ կարոտում է իրեն։ Անահիտը համակարգված կերպով անտեսում էր մերձեցման այս փորձերը։ Արդեն հանձնարարել էր իր փաստաբանին ամուսնալուծության ողջ գործընթացը վարել խիստ իրավական կարգով, առանց հուզական ներգրավվածության։ Տիգրանը կարող էր պահել տունը, մեքենաները, ամեն ինչ։ Նա ոչինչ չէր ուզում, որը գար նրանից, ոչինչ, որը կրեր այդ 12 տարվա ծանրությունը։ Նա ուզում էր միայն իր ազատությունը, ծակերպված թղթի վրա։ Բայց Տիգրանը համառ էր։ Հոկտեմբերին նա նորից հայտնվեց գրասենյակում, այս անգամ խնդրելով ընդամենը 5 րոպե զրույց։ Անահիտը, հակառակ իր ողջամտության, համաձայնեց։ Նրանք զրուցեցին շենքի կողքի սրճարանում, հեռավոր սեղանի մոտ։ Նա այլ տեսք ուներ, ավելի քիչ հղկված, ավելի մարդկային։ Աչքերի տակ շրջանակներ կային, մազերի մեջ մի որոշակի անկարգություն, որը անսովոր էր այդքան վերահսկվող։ Մարդու համար։ Անահիտ, ես գիտեմ, որ ոչինչ խնդրելու իրավունք չունեմ, սկսեց նա, ձայնը հոգնած։ Գիտեմ, որ հիմար էի, որ քեզ սարսափելի վերաբերվեցի, որ 12 տարի վատնեցի արտասովոր կնոջ հետ, որովհետև տարված էի բաներով, որոնք նշանակություն չունեն։ Բայց ես փոխվել եմ։ Կամ ավելի ճիշտ, փորձում եմ փոխվել։ Սկսել եմ հոգեթերապիայի, այնքան բան եմ հասկացել իմ մասին, թե ինչպես էի վերարտադրում թունավոր օրինաչափություններ, որոնք սովորել էի հորիցս։ Ես երկրորդ հնարավորություն չեմ խնդրում, պարզապես ուզում եմ, որ իմանաս, որ շատ եմ ցավում։ Իսկապես շատ։ Անահիտը լուր դիտում էր նրան։ Նրա մի մասը, փոքր, բայց ներկա, դառը բավարարվածություն էր զգում, տեսնելով նրան այսպես խոցելի զղջացող։ Բայց նրա մեծ մասը պարզապես ոչինչ չէր զգում։ Ոչ զայրույթ, ոչ բավարարվածություն, ոչ խղճահարություն։ Պարզապես հանգիստ անտարբերություն մեկի, ով արդեն առաջ է շարժվել։ Տիգրան, ես ընդունում եմ քո ներողությունները, հանգիստ ասաց նա։ Եվ հավատում եմ, որ դու անկեղծ ես։ Բայց դա ոչինչ չի փոխում։ Դու տարիներ ունեիր այս թերապիան անելու, այս օրինաչափությունները գիտակցելու, ինձ որպես մարդու վերաբերվելու համար։
Դու ընտրեցիր դա անել միայն այն բանից հետո, երբ կորցրիր, դա շատ բան է ասում քո դրդապատճառների մասին։ Դու իմ կարիքը չես զգում, Տիգրան։ Դու կարիք ես զգում ունենալու մեկին, որը կատարում է քո որոշած դերը։ Տարբերությունն այն է, որ հիմա ես գիտեմ, որ շատ ավելին եմ արժանի։ Նա աչքերը իջեցրեց, պարտված։ Դու մեկի հետ ես։ Հարցը դուրս եկավ որպես շշուկ, լի մի խոցելիությամբ, որը Անահիտը երբեք նրա մոտ չէր տեսել։ Դա այլս քո գործը չէ։ Բայց այո, ես մեկի հետ եմ ծանոթանում։ Մեկի, ով ինձ տեսնում է, հարգում է, հասկանում է, որ սերը վերահսկողություն չէ։ Եվ ես երջանիկ եմ, Տիգրան։ Իսկապես երջանիկ եմ ավելի քան մեկ տասնամյակի մեջ առաջին անգամ։ Նա դանդաղ գլխով արեց, տեղեկությունն ընդունելով որպես ֆիզիկական հարված։ Հասկանում եմ։ Պարզապես ուզում էի, որ իմանաս, որ եթե երբե ապագայում դու ցանկանաս նորից փորձել, ես այստեղ կլինեմ։ Սպասելով։ Անահիտը վեր կացավ, վերցրեց պայուսակը։ Չես լինի, Տիգրան։ Դու առաջ կշարժվես, ինչպես ես շարժվեցի։ Կգտնես մեկին, ով կուզենա այն, ինչ դու առաջարկում ես, այնպես, ինչպես դու ես առաջարկում։ Այդ մարդը ես չեմ։ Երբեք այլս չեմ լինի։ Նա դուրս եկավ սրճարանից առանց հետ նայելու, զգալով հսկայական թեթություն։ Այդ խոսակցությունը վերջնականապես փակել էր մի դուռ։ Ոչ թե զայրույթով կամ վրդովմունքով, այլ հասուն ընդունելությամբ։ Տիգրանի գլուխն ավարտված էր։ Հոկտեմբերի վերջին Դավիթը խնդրեց լուրջ խոսակցություն ունենալ։ Նրանք նրա բնակարանում էին, Սոֆին արդեն քնած էր սենյակում, օդում անսովոր լարվածություն կար։ Անահիտը զգաց, թե ինչպես է սիրտը սեղմվում, պատրաստվելով ինչ-որ մերժման։ Հին անվստահությունը դեռ ի հայտ էր գալիս այդպիսի պահերին։ Բայց այն, ինչ Դավիթն ասաց, բոլորովին այլ էր։ Անահիտ, մենք 5 ամիս է, ինչ միասին ենք։ Եվ ես գիտեմ, որ կարող է վախ թվալ, բայց ես այլս 20 տարեկան տղա չեմ, որը վախենում է պարտավորություններից։ Ես 38 տարեկան եմ, արդեն ամուսնացած եմ եղել, դուստր ունեմ, գիտեմ, թե ինչ եմ ուզում կյանքից։ Եվ այն, ինչ ես ուզում եմ, դու ես։ Ոչ թե որպես պատահական բան, ոչ թե որպես ժամանակավոր բան։ Ես ուզում եմ, որ մենք միասին իրական բան կառուցենք։ Անահիտը զգաց, թե ինչպես են աչքերը լցվում արցունքներով։ Ես էլ եմ դա ուզում, Դավիթ։ Բայց վախենում եմ։ Վախենում եմ նույն սխալները կրկնելուց, նորից հարաբերությունների մեջ կորչելուց, մի օր արթնանալուց հասկանալուց, որ նորից անտեսանելի եմ դարձել։ Նա ամուր բռնեց նրա ձեռքերը։ Ես հասկանում եմ այդ վախը։ Եվ ես քեզ չեմ խոստանա, որ մենք կատարյալ կլինենք, որովհետև ոչ մի զույգ կատարյալ չէ։ Մենք կվիճենք, դժվար պահեր կունենանք, կսխալվենք։ Բայց տարբերությունն այն է, որ ես քեզ տեսնում եմ, Անահիտ։ Տեսնում եմ որպես փայլուն մասնագետ, որպես ուժեղ կին, որպես ամբողջական անձնավորություն։ Ես երբեք քեզ չեմ խնդրի փոքրանալ, անհետանալ, լինել ավելի քիչ, քան դու կաս։ Իրականում, ես հակառակը կանեմ։ Ես քեզ կխրախուսեմ աճել, փայլել, զբաղեցնել այն ամբողջ տարածքը, որին դու արժանի ես։ Ինչպես իմանամ, որ դու ճիշտ ես ասում։ Որովհետև ես դա արդեն ամեն օր ցույց եմ տալիս։ Երբեք չեմ փորձել վերահսկել քո կարիերան, երբեք անվստահ չեմ եղել քո հաջողության պատճառով, երբեք չեմ խնդրել, որ փոխես, թե ով ես դու։ Եվ երբեք չեմ խնդրի։ Որովհետև ես սիրահարվել եմ այս կնոջը, հենց այնպիսին, ինչպիսին նա կա։ Անահիտը գրկեց Դավթին, այժմ բացահայտ լաց լինելով, բայց դրանք մաքուր երջանկության արցունքներ էին։ Կյանքում առաջին անգամ նա հարաբերությունների մեջ էր, որտեղ պետք չէր պաշտպանվել, արդարանալ կամ փոքրանալ։ Նրան սիրում էին նրա համար, ով նա էր, ոչ թե նրա համար, ով ինչ-որ մեկը ուզում էր, որ նա լիներ։ Նոյեմբերը բերեց էկոլոգիական տան նախագծի ավարտը անսպասելի առաջարկ։ Հաճախորդները, կայուն գործարարների մի զույգ, այնքան տպավորված էին Անահիտի աշխատանքով, որ նրան խորհուրդ տվեցին ճարտարապետության դիզայնի մասնագիտացված ամսագրին։ Ամսագիրը ցանկանում էր հոդված պատրաստել կայուն բնակելի նախագծերի մասին, Անահիտի աշխատանքը պետք է լիներ ուշադրության կենտրոնում։ Լուսանկարիչը եկավ մի առոտ առավոտ, լուսանկարելու ավարտված տունը։ Անահիտը քայլում էր իր նախագծած տարածքներով, զգալով հսկայական հպարտություն։ Յուրաքանչյուր մանրուք արտացոլում էր իր տեսլականը, զգայունությունը, իրավասությունը։ Դա պարզապես տուն չէր, դա կոնկրետ ապացույց էր, որ նա վերականգնել էր իր էությունը, տաղանդը, ինքնությունը։
Դավիթը նրա հետ գնաց լուսանկարահանման ոչ թե որպես հոդվածի մաս, այլ որպես աջակցություն։ Նա մի կողմում կանգնած էր, հպարտ ժպիտով դիտելով, թե ինչպես է Անահիտը լրագրողին բացատրում ճարտարապետական ընտրությունները, կայուն լուծումները, բնական միջավայրի հետ ինտեգրումը։ Նրա մեջ այժմ մի վստահություն կար, որը ամիսներ առաջ գոյություն չուներ։ Նա խոսում էր իրավասու կերպով, ժեստեր էր անում խանդավառությամբ, ժպտում էր անկեղծորեն։ Հոդվածը հրապարակվեց դեկտեմբերի սկզբին, տան գեղեցիկ լուսանկարներով Անահիտի մասին առատաձեռն նկարագրով, որտեղ ընդգծվում էր ոչ միայն նրա տաղանդը, այլ մասնագիտական վերսկսման ուղին։ Ելենան ամսագիրը բերեց գրասենյակ, հատուկ ցույց տվեց ամբողջ թիմին, հրապարակայնորեն գովաբանելով Անահիտի աշխատանքը։ Դա հավաքական տոնակատարության պահ էր։ Բայց դա նա այն պահն էր, երբ Տիգրանը տեսավ հոդվածը։ Նա զանգեց նույն երեկոյան, ձայնը փոխված այնպես, ինչպես Անահիտը երբեք չէր լսել։ Տեսա քո մասին հոդվածը ամսագրում։ Շնորհավորում եմ, հիասքանչ ես, աշխատանքդ անհավանական է։ Դու միշտ այնքան տաղանդավոր էիր, միշտ ուզում էիր դա անել։ Եվ ես թույլ չտվեցի։ Ես գողացա դա քեզնից։ Անահիտը խորը շունչ քաշեց, փորձելով համբերություն պահպանել։ Տիգրան, մենք արդեն խոսել ենք այս մասին։ Անցյալը մնացել է անցյալում։ Դու պետք է առաջ շարժվես։ Ինչպես առաջ շարժվեմ, երբ գիտեմ, որ ոչնչացրել եմ լավագույն բանը, որ երբեք ունեցել եմ իմ կյանքում։ Տունը դատարկ է, Անահիտ։ Ոչ թե կահույքից։ Դատարկ, այլ իմաստից դատարկ։ Աշխատանքը ոչինչ չի նշանակում առանց քեզ կիսվելու համար։ Հաջողությունը սնամեջ է, երբ կողքիս չկա մեկը, ով իսկապես ինձ ճանաչում է։ Տիգրան, սա իմ մասին չէ։ Սա այն մասին է, որ դու սովորես ինքնուրույն ամբողջական լինել, իմաստ գտնել քո սեփական կյանքում, ոչ թե ուրիշի կյանքում։ Բայց ես քեզ սիրում եմ։ Միշտ սիրել եմ, պարզապես չգիտեի ինչպես ցույց տալ։ Հիմա գիտեմ։ Թույլ տուր ցույց տամ, թույլ տուր ապացուցեմ, որ իսկապես փոխվել եմ։ Անահիտը մի պահ ինչ-որ բան զգաց, ոչ թե իր ընտրությունների վերաբերյալ կասկած, այլ տխրություն այս ամենի ողբերգության համար։ Նա վերջապես արթնացել էր, բայց չափազանց ուշ։ Տիգրան, այն, ինչ դու զգում ես, սեր չէ։ Դա կորուստ է, զղջում, վիրավորված էգո։ Իսկական սերը չի նվաստացնում, չի փոքրացնում, անտեսանելի չի դարձնում։ Դու երբեք ինձ չես սիրել այնպես, ինչպես ես պետք է սիրվեի։ Եվ հիմա ես գտել եմ մեկին, ով այո, ով ինձ սիրում է հենց այնպիսին, ինչպիսին ես կամ։ Հեռախոսի մյուս կողմում երկար լռություն տիրեց։ Ուրեմն նա իսկապես գոյություն ունի։ Այդ մյուս տղամարդը գոյություն ունի։ Եվ նա այն ամենն է, ինչ դու երբեք չես եղել։ Բարի, հարգալից, իսկական գործընկեր։ Ես ինձ ապահով եմ զգում նրա հետ, Տիգրան։ Մի բան, որը երբեք քեզ հետ չեմ զգացել։ Նա անջատեց հեռախոսը, նախքան Տիգրանը կկարողանար պատասխանել, անմիջապես արգելափակեց համարը։ Այլս ասելու բան չկար։ Այդ շրջափուլը պետք է վերջնականապես ավարտվեր։ Դավիթը, երբ նա պատմեց զանգի մասին, պարզապես գրկեց նրան ասաց, որ հասկանում է, որ անցյալը երբեմն վերադառնում է, ստուգելու մեր վստահությունը ներկայի նկատմամբ։ Բայց որ նա վստահում է իրեն, վստահում է այն ամենին, ինչ իրենք միասին կառուցում են։ Խանդ չկար, անվստահություն չկար, պարզապես հանգիստ աջակցություն։ Դեկտեմբերը վերադարձրեց տոնական լույսերը Երանի փողոցներ, մեղմ երաժշտությունը խանութներում, այն հատուկ էներգիան, որը միշտ նշանավորում էր տարվա վերջը։ Բայց այս անգամ, Անահիտի համար, ամանորը բոլորովին այլ իմաստ ուներ։ Դա ոչ թե հույս էր, որ ամեն ինչ կլավանա, այլ երախտագիտություն այն ամենի համար, ինչն արդեն լավացել էր։ Մեկ տարի առաջ նա թակարդված էր խեղդող, անտեսանելի, կորած ամուսնության մեջ։ Հիմա նա ճանաչված մասնագետ էր, մի կին, որը վերականգնել էր իր ինքնությունը, մեկը, ով սիրում էր, սիրված էր իսկապես։ Կանաչ տունը կազմակերպեց տարեվերջյան կորպորատիվ երեկույթ դեկտեմբերի 20-ին, հենց այն գիշերվանից մեկ տարի անց, որը ընդմիշտ փոխեց Անահիտի կյանքը։ Ընկերությունը վարձել էր մի էլեգանտ, բայց ոչ պաշտոնական տարածք քաղաքի կենտրոնում, բաց պատշգամբով, ծառերի միջ կախված դեկորատիվ լույսերով քաղաքի գեղեցիկ տեսարանով։ Դա անկաշկանդ միջոցառում էր, որտեղ բոլորը կարող էին ուղեկիցներ բերել, Անահիտը պաշտոնապես հրավիրեց Դավթին որպես իր զուգընկեր։ Նա ընտրեց կարմիր զգեստ, վառ ուրախ, բոլորովին տարբեր այն զուսպ մռայլ երանգներից, որոնք սովորաբար կրում էր Տիգրանի ժամանակ։
Արտահայտիչ դիմահարդարում անկեղծ ժպիտ, բնական ալիքներով բաց թողնված մազեր։ Երբ Դավիթը եկավ նրա հետից, նա մի պահ կանգ առավ, պարզապես նայելով նրան այն հիացմունքի արտահայտությամբ, որը չէր թաքցնում։ Դու հիասքանչ ես, պարզ ասաց նա։ Բայց դու միշտ այդպիսին ես։ Երեկույթը աշխույժ էր, երբ նրանք հասան։ Գործընկերները բարձր ծիծաղում էին, ֆոնային երաժշտությունը տոնական մթնոլորտ էր ստեղծում, մատուցողները շրջում էին խորտիկների գունավոր կոկտեյլների սկուտեղներով։ Ելենան ջերմորեն ողջունեց Անահիտին, գովեց զգեստը, կատակեց Դավթի հետ, ասելով, որ լավ հոգ տանի այն թանկարժեք գոհարի մասին, որն այդ ճարտարապետն է։ Անահիտն իրեն տանը զգաց, շրջապատված մարդկանցով, որոնք գնահատում էին իրեն, ճանաչում էին իր աշխատանքը, տեսնում էին իրեն։ Տարեվերջյան ելույթների ժամանակ, երբ Ելենան շնորհակալություն էր հայտնում թիմին բացառիկ արդյունքների համար ընդգծում կարոր նախագծերը, հնչեց Անահիտի անունը։ Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Անահիտ Ալմեյդային, ասաց Ելենան ակնհայտ հպարտությամբ։ Նա մեզ մոտ եկավ 1 տարուց էլ քիչ առաջ, վերսկսելով դադարեցված կարիերան, դիմակայելով բնական անվստահություններին, մեզ հանձնեց աշխատանքներ, որոնք գերազանցեցին բոլոր սպասելիքները։ Էկոլոգիական տան նախագիծը, որը լուսաբանվեց կայուն ճարտարապետություն ամսագրում, միայն սկիզբն է։ Անահիտն ապացույցն է, որ իսկական տաղանդը երբեք չի կորչում, պարզապես սպասում է ճիշտ պահին, նորից ծաղկելու համար։ Թիմը խանդավառ ծափահարեց։ Անահիտը զգաց, թե ինչպես են այտերը կարմրում, բայց դա լավ շփոթմունք էր, մեկի, ում ճանաչում են իրական արժանինքների համար։ Դավիթը սեղմեց նրա ձեռքը, ժպտալով այն անկեղծ հպարտությամբ, որը նա դեռ սովորում էր ընդունել։ Երբ բոլորը բարձրացրին բաժակները հավաքական կենացի համար, Անահիտը նայեց շուրջը այդ միջավայրին, այդ մարդկանց, այդ կյանքին, որը կառուցել էր զրոյից, խորը երախտագիտություն զգաց։ Երեկույթը շարունակվում էր ուրախ մթնոլորտում, երբ Անահիտը գնաց լոգարան։ Վերադառնալիս, հատելով գլխավոր սրահը, նա տեղում քարացավ։ Այնտեղ, մուտքի մոտ, անվտանգության աշխատակցի հետ խոսելիս, կանգնած էր Տիգրանը։ Նա դեռ ներս չէր մտել, բայց ապակե դռների միջով հստակ տեսանելի էր։ Նա հագել էր անթերի կոստյում, ինչպես միշտ, բայց նրա կեցվածքում ինչ-որ հուսահատ բան կար, այն ձի մեջ, թե ինչպես էր ժեստեր անում, փորձելով անվտանգության աշխատակցին ինչ-որ բանում համոզել։ Անահիտի սիրտը բաբախեց, բայց ոչ վախից կամ անհանգստությունից։ Դա ավելի շուտ հոգնած զայրույթ էր։ Նա հեշտությամբ չէր հանձնվի, դա նա գիտեր։ Բայց այնտեղ իր ընկերության միջոցառմանը հայտնվելը անցնում էր բոլոր սահմանները։ Դավիթը նկատեց նրա արտահայտության փոփոխությունը, հետեց նրա հայացքին։ Նա… հանգիստ հարցրեց Դավիթը, առանց խանդի կամ անվստահության որը նշույլի, պարզապես անկեղծ անհանգստություն նրա համար։ Այո։ Չգիտեմ, թե ինչ է անում այստեղ։ Ուզում ես, որ ես լուծեմ սա։ Կարող եմ խնդրել, որ գնա։ Անահիտը խորը շունչ քաշեց, զգալով բացարձակ պարզություն։ Ոչ։ Ես կլուծեմ։ Պետք է սա լուծեմ մեկընդմիշտ։ Նա ամուր քայլերով գնաց դեպի մուտք։ Անվտանգության աշխատակիցը, տեսնելով նրան, թեթացած թվաց։ Տիկին Անահիտ, այս պարոնն ասում է, որ շտապ պետք է խոսի ձեզ հետ։ Թույլ տամ ներս մտնի։ Անահիտը նայեց Տիգրանին, իսկապես նայեց, գուցե տարիների մեջ առաջին անգամ։ Տեսավ հոգնած, զղջացող, հուսահատ մարդու։ Բայց ոչինչ չզգաց, բացի հեռավոր կարեկցանքից։ Ոչ, շնորհակալություն։ Ես նրա հետ այստեղ, դրսում կխոսեմ, կարճ է։ Նա դուրս եկավ մայթ, խաչեց ձեռքերը։ Տիգրան, ինչ ես անում այստեղ։ Ինչպես իմացար, թե որտեղ եմ լինելու։ Նա ձեռքը տարավ մազերի միջով, նյարդայնության ժեստ, որն անսովոր էր այդքան վերահսկվող մարդու համար։ Զանգեցի եղբորդ, մորդ, աղաչեցի, որ ասեն, թե որտեղ գտնեմ քեզ։ Մայրդ պատմեց միջոցառման մասին։ Ես գիտեմ, որ չպետք է այստեղ լինեի, գիտեմ, որ անտեղի եմ ներխուժում, բայց պետք է, որ ինձ վերջին անգամ լսես։ Խնդրում եմ։ Տիգրան, մենք արդեն խոսել ենք այս մասին։ Մի քանի անգամ։ Այլս ասելու բան չկա։ Կա։ Նա մի քայլ առաջ արեց, ձայնը։ Չեմ ուզում ոչինչ շտապեցնել։ Բայց իմ բնակարանը մեծ է, Սոֆին կցանկանար քեզ ավելի հաճախ տեսնել, ես հիմա չեմ կարող պատկերացնել իմ կյանքն առանց քեզ։ Դու կքննարկեիր ինձ հետ ապրելու հարցը։
Առանց ճնշման, առանց խիստ ակնկալիքների, պարզապես երկու մարդ, որոնք միասին կյանք են կառուցում ճիշտ ռիթմով։ Անահիտը զգաց, թե ինչպես է սիրտը բաբախում, բայց ոչ վախից։ Հուզմունքից, հնարավորությունից, ապագայից։ Ես մեծ սիրով, Դավիթ։ Բայց պետք է դա ճիշտ անեմ։ Վերջնականապես ավարտեմ ամուսնալուծությունը, որոշ բաներ կարգավորեմ, գուցե ուսումնասիրեմ այս հնարավորությունը, մանուկյան ճարտարապետներ ում։ Կարող ենք դա պլանավորել հաջորդ տարվա համար։ Նա ժպտաց, քնքշորեն համբուրեց նրա ճակատը։ Իհարկե։ Առանց շտապելու։ Պարզապես ուզում էի, որ իմանաս, որ մի տեղ կա, որը սպասում է քեզ, երբ պատրաստ լինես։ Մի տեղ, որտեղ քեզ միշտ կտեսնեն, միշտ կգնահատեն, միշտ կսիրեն։ Անահիտը նրբորեն երկար խորը համբուրեց նրան, այդ ժեստի միջոցով փոխանցելով այն ամենը, ինչ զգում էր։ Շնորհակալ եմ, որ ինձ սովորեցրիր, թե ինչ է իսկական սերը, շշնջաց նա նրա շուրթերին։ Երբ տուն մտավ, տիկին Գայանեն դեռ արթուն էր, հեռուստացույցով հաղորդում էր դիտում։ Մայրը նայեց դստերը ժպտաց այնպես, ինչպես միայն մայրերը գիտեն ժպտալ, հպարտության բավարարվածության խառնուրդ։ Դեմքիցդ երում է, որ երեկոն լավ է անցել։ Անահիտը նստեց մոր կողքին հյուրասենյակի հին բազմոցին, գլուխը դրեց նրա ուսին, ինչպես անում էր մանուկ ժամանակ։ Կատարյալ էր, մամ։ Տիգրանը հայտնվեց, բայց կարողացա սա մեկընդմիշտ ավարտել։ Դավիթն ինձ առաջարկեց իր հետ ապրել։ Եվ ես մի մեծ ընկերությունից անհավանական աշխատանքի առաջարկ ստացա։ Տիկին Գայանեն ձեռքը գցեց դստեր շուրջը, սեղմելով նրան այն լուռ հզոր ջերմությամբ։ Միշտ իմացել եմ, որ դու ոտքի կկանգնես, աղջիկս։ Պարզապես պետք էր հիշել, թե ով էիր։ Եվ տես քեզ հիմա, ամբողջովին վերակառուցված, ավելի ուժեղ, քան երբե։ Երկուսով մնացին այնտեղ, գրկախառնված, դիտելով հաղորդումը, առանց իսկապես ուշադրություն դարձնելու։ Դրսում Երանը շարունակում էր իր անխոնջ գիշերային կյանքը, բայց այդ պարզ տան ներսում խորը խաղաղություն էր։ Հաջորդ ամիսները նշանակալի փոփոխություններ բերեցին։ Ամուսնալուծությունը պաշտոնապես ավարտվեց մարտին։ Տիգրանը ոչինչ չվիճարկեց, գույքը բաժանեց արդար լուր։ Անահիտը պահեց միայն այն, ինչն իրենն էր ամուսնությունից առաջ, մի բնակարանի կեսը, որը միասին գնել էին առաջին տարիներին, որը նա անմիջապես վաճառեց։ Նա ոչինչ չէր ուզում, որը կրեր այդ շրջանի հիշողությունները։ Մանուկյան ճարտարապետների առաջարկը վերածվեց հետաքրքիր համագործակցության։ Անահիտը չհեռացավ կանաչ տնից, բայց սկսեց աշխատել որպես ֆրիլանս խորհրդատու մանուկյան կոնկրետ նախագծերի համար, որոնք ներառում էին կայունություն։ Դա երկու աշխարհների լավագույնն էր, պահպանելով իր արմատները այն ընկերությունում, որն իրեն ընդունել էր, բայց ընդլայնելով մասնագիտական հորիզոնները։ Մայիսին Անահիտը պաշտոնապես տեղափոխվեց Դավթի բնակարան։ Դա բնական ուրախ անցում էր։ Սոֆին նրան ընդունեց խանդավառությամբ, ցույց տալով, թե որտեղ Անահիտը կարող է դնել իր իրերը, գույներ առաջարկելով հյուրասենյակը զարդարելու համար, որը պետք է դառնար նրա անձնական աշխատասենյակը։ Համատեղ կյանքը զարմանալիորեն հեշտ էր։ Նրանք հարմարավետ առօրյա հաստատեցին, արդարացիորեն բաժանեցին գործերը, ստեղծեցին իրենց սեփական ավանդույթները։ Հունիսը բերեց Անահիտի ծննդյան օրը։ Դավիթը անակնկալ երեկույթ կազմակերպեց, հրավիրելով նրա ամբողջ ընտանիքին, գործընկերներին, ընկերներին, որոնց նա վերակտել էր տարիներ շարունակ հեռու մնալուց հետո։ Դա փոքր, բայց նշանակալի տոնակատարություն էր, լի մարդկանցով, որոնք անկեղծորեն մտահոգ էին նրա համար։ Երբ նա փչեց տորթի մոմերը, շրջապատված այդ բոլոր ժպտացող դեմքերով, Անահիտը լուռ երազանք պահեց։ Ոչ թե նյութական բաների կամ մասնագիտական նվաճումների համար, այլ շարունակելու լինել հենց այն, ինչ նա էր այդ պահին։ Ամբողջական, ազատ, սիրված։ Հաջորդ ամանորը 2026 թվականի դեկտեմբերին արմատապես տարբերվում էր բոլոր նախորդներից։ Անահիտը, Դավիթը, Սոֆին նախորեն անցկացրին տիկին Գայանեի տանը, Արթուրի, Լուսինեի ապրիլին ծնված երեխայի հետ միասին։ Փոքրիկ տունը լեփ-լեցուն էր, աղմկոտ, կյանքով լի։ Երեխաները վազվզում էին հյուրասենյակում, մեծահասակները բարձր ծիծաղում էին խոհանոցում, հեռուստացույցը բարձր ձայնով ամանորյա երգեր էր միացրել։ Ընթրիքից հետո, մինչ մյուսները աշխույժ զրուցում էին հյուրասենյակում, Անահիտը դուրս եկավ հետի փոքրիկ բակ։ Դավիթը հետեց նրան, գրկելով նրան հետից, մինչ նրանք նայում էին Երանի քաղաքային երկնքում տեսանելի սակավաթիվ աստղերին։ Ինչի՞ մասին ես մտածում, ցածր հարցրեց նա։ Անահիտը ժպտաց, հենվելով նրան։
Մտածում եմ, թե ինչպես 2 տարի առաջ ես թակարդված էի մի կյանքում, որն իմը չէր, անտեսանելի, դժբախտ, կորած։ Եվ հիմա ես այստեղ եմ մի կարիերայով, որը սիրում եմ, մի ընտանիքով, որն ինձ աջակցում է, մի սիրով, որն ինձ լրացնում է։ Մտածում եմ, թե որքան բան փոխեց հեռանալու քաջությունը։ Դավիթը նրբորեն համբուրեց նրա պարանոցը։ Այդ քաջությունը միշտ քո մեջ է եղել։ Պարզապես պետք էր ճիշտ պահը գտնել, հայտնվելու համար։ Նրանք մնացին այնտեղ գրկախառնված պարզ բակում, լսելով ներսում ընտանիքի աղմուկը, զգալով դեկտեմբերյան գիշերվա տաք զեփյուռը։ Եվ Անահիտը հասկացավ, որ վերջապես տանն է։ Ոչ թե ֆիզիկական վայրում, այլ մի կյանքում, որն իմաստ ուներ, շրջապատված մարդկանցով, որոնք իրեն սիրում էին առանց պայմանների, անելով այն, ինչ սիրում էր, լինելով հենց այն, ինչ կա։ Անցյալը մնաց հետում ոչ թե վրեժի, այլ հաղթահարման շնորհիվ։ Տիգրանը սովորեց չափազանց ուշ, որ կյանքի ամենամեծ շքեղությունը ոչ իշխանությունն է, ոչ էլ կարգավիճակը։ Անահիտը բացահայտեց, որ արժանապատվությունը չի սակարկվում, որ իսկական սերը չի նվաստացնում, որ ով իսկապես սիրում է, երբեք չի խնդրում, որ մյուսն անհետանա։ Եվ այսպես, տոնական լույսերի, լուռ վերսկսումների խիզախ ընտրությունների միջ, ամրապնդվեց մի պատմություն կանանց մասին, որոնք ոտքի են կանգնում, կորուստների մասին, որոնք սովորեցնում են, սիրո մասին, որը բուժում է։ Որովհետև երբեմն ամենամեծ նվերը, որ մարդ կարող է իրեն տալ, հեռանալու քաջությունն է։ Եվ ամենամեծ հաղթանակը, այդ քաջության մյուս կողմում բացահայտել մի կյանք, որը վերջապես արժե ապրել։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անահիտի Դավթի պատմությունը հուզեց ձեր սիրտը։ Եթե դուք հուզվեցիք հաղթահարման վերսկսման այս ճանապարհորդությունից, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում գրեք, թե ինչն ամենաշատը տպավորեց ձեզ այս պատմության մեջ։ Արդյոք դա Անահիտի հեռանալու քաջությունն էր։ Այն փոփոխությունը, որը նա ապրեց։ Իսկական սերը, որը գտավ Դավթի հետ։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, որոնք ցույց են տալիս, որ երբեք ուշ չէ նորից սկսելու համար, որ իսկական սերը գոյություն ունի, երբ մենք գտնում ենք ճիշտ մարդկանց։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում։ Թեթակի կոտրվելով։ Այսօր ուղիղ 1 տարի է անցել այն սարսափելի գիշերվանից, բացումից, այն պահից, երբ ես ամեն ինչ ոչնչացրի։ Ես ամբողջ տարին անցկացրել եմ վերապրելով այդ տեսարանը, ատելով ինձ յուրաքանչյուր ասածս բառի, 12 տարվա ընթացքում քեզ վերաբերվելու յուրաքանչյուր ձի համար։ Ես ինտենսիվ թերապիա եմ անցել, վաճառել եմ ընկերությունը, ամբողջովին փոխել եմ իմ կյանքը, ամեն ինչ փորձելու համար դառնալ այն տղամարդը, որին դու արժանի էիր։ Եվ հիմա եկել եմ այստեղ, քեզանից մեկ հնարավորություն աղերսելու։ Միակ հնարավորությունը, քեզ ապացուցելու, որ իսկապես փոխվել եմ։ Անահիտը գլուխը թափահարեց, զգալով հիասթափության խղճահարության խառնուրդ։ Դու չես հասկանում, Տիգրան։ Խնդիրը փոխվելդ ապացուցելը չէ։ Խնդիրն այն է, որ ես եմ փոխվել։ Ես այլս այն կինը չեմ, որն ընդունում էր ջերմության փշրանքներ, որը բավարարվում էր անտեսանելի լինելով, որը հավատում էր, որ սեր նշանակում է ինքն իրեն զրոյացնել։ Ես նոր կյանք եմ կառուցել, նոր ինքնություն, նոր սեր եմ գտել։ Մի սեր, որն ինձ չի փոքրացնում, չի վիրավորում, չի խնդրում անհետանալ։ Դու նրա մասին ես խոսում։ Ճարտարապետի։ Նա այնտեղ է, չէ՞։ Տիգրանը ապակե դռների միջով նայեց սրա, փորձելով պարզել, թե ով կարող է լինել։ Այնտեղ է։ Եվ նա այն ամենն է, ինչ դու երբեք չես եղել։ Բարի, առանց թույլ լինելու, վստահ, առանց ամբարտավան լինելու, ներկա, առանց վերահսկող լինելու։ Ինձ աջակցում է առանց խեղդելու, ինձ գնահատում է առանց առարկայացնելու, ինձ սիրում է առանց տիրանալու։ Ես գտել եմ այն, ինչին միշտ արժանի եմ եղել, Տիգրան։ Եվ ես դրանից չեմ հրաժարվի մեղքի, կարոտի կամ քո զղջման հանդեպ խղճահարության պատճառով։ Տիգրանը փակեց աչքերը, դժվարությամբ շնչելով։ Ուրեմն ես պարտվեցի։ Ամբողջովին պարտվեցի։ Դու պարտվեցիր այն պահին, երբ ինձ խնդրեցիր լուսանկարներից դուրս գալ, 1 տարի առաջ։ Ոչ, իրականում դու շատ ավելի վաղ պարտվեցիր, յուրաքանչյուր պահի, երբ ընտրեցիր ինձ վերաբերվել որպես աքսեսուարի, ոչ թե ուղեկցի։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում, պարզապես քո կողմից այդ կորստի չափի վերջնական գիտակցումն է։ Նա բացեց աչքերը, այնտեղ արցունքներ կային։ Անահիտը երբեք նրան լաց լինելիս չէր տեսել։ Ես քեզ սիրում էի, Անահիտ։
Ես գիտեմ, որ ցույց չէի տալիս, գիտեմ, որ սարսափելի էի, բայց ես քեզ սիրում էի իմ ծուռ ձով։ Եվ ես էլ քեզ սիրում էի, Տիգրան։ Այնքան էի սիրում, որ ամբողջովին կորցրի ինձ, փորձելով լինել այն, ինչ դու էիր ուզում։ Բայց իսկական սերը չպետք է դա անի։ Իսկական սերը պետք է գումարի, ոչ թե հանի։ Եվ հիմա ես գիտեմ տարբերությունը։ Ուրեմն ոչինչ չկա, որ ես կարող եմ անել։ Ոչ միც չկա։ Վերականգնելու այն, ինչ ունեինք։ Վերականգնելու ոչինչ չկար, Տիգրան։ Այն, ինչ ունեինք, հիմնովին կոտրված էր հենց սկզբից։ Դու պետք է դա ընդունես, առաջ շարժվես, գտնես մեկին, ով կուզենա այն, ինչ դու առաջարկում ես։ Բայց այդ մարդը ես չեմ։ Երբեք այլս չեմ լինի։ Տիգրանը երկար լռեց, մարսելով վերջնական մերժումը։ Վերջապես, դանդաղ գլխով արեց։ Հասկանում եմ։ Ես պարզապես ուզում էի, որ իմանաս, որ շատ եմ ցավում։ Ամեն ինչի համար։ Եվ որ հուսով եմ, որ դու շատ երջանիկ կլինես նրա հետ։ Դու արժանի ես։ Անահիտը մի վերջին ծակոց զգաց, գուցե կյանքի մի գլխի վերջնական փակումը։ Շնորհակալ եմ, Տիգրան։ Եվ ես հուսով եմ, որ դու էլ կգտնես քո երջանկությունը։ Բայց ինձնից հեռու։ Նա մի վերջին հայացք գցեց նրա վրա, գուցե հիշելով այն ուժեղ վստահ կնոջը, որը նա դարձել էր, այնքան տարբեր այն լուրջ ստվերից, որը նա սովոր էր լինել։ Հետո շրջվեց, քայլեց դեպի փողոցում կայանված մեքենան։ Անահիտը նայում էր, մինչ նա նստեց մեքենան հեռացավ։ Երբ մեքենան անհետացավ անկյունում, նա խորը շունչ քաշեց, զգալով, թե ինչպես է մի հսկայական բեռ վերջապես ազատվում։ Երբ վերադարձավ սրահ, Դավիթը սպասում էր դռան մոտ։ Նա անտեղի հարցեր չտվեց, անվստահություն չցուցաբերեց, պարզապես հարցրեց, թե արդյոք նա լավ է։ Լավ եմ, անկեղծ պատասխանեց Անահիտը։ Հիմա իսկապես լավ եմ։ Նրանք ձեռք ձեռքի տված վերադարձան երեկույթին։ Երաժշտությունն ավելի բարձրացել էր, որոշ մարդիկ արդեն պարում էին, մթնոլորտը թեթեր ուրախ։ Դավիթը Անահիտին տարավ պարահրապարակ, թե նա առանձնապես հմուտ պարող չէր, նա ստիպեց նրան ծիծաղել ռիթմին հետելու իր անհաջող փորձերով։ Նրանք միասին պարեցին, ծիծաղելով, իրար նայելով, լիովին ներկա այդ պահին։ Հենց այդ ժամանակ մոտեցավ Ելենան, հետում մի էլեգանտ, մոտ 50 տարեկան տղամարդ, որին Անահիտը չճանաչեց։ Անահիտ, ուզում եմ քեզ ներկայացնել Ռուբեն Մանուկյանին, Մանուկյան ճարտարապետները ի տնօրենին, Երանի ամենահարգված ընկերություններից մեկի։ Պարոն Մանուկյանը տեսել է քո աշխատանքը ամսագրում, շատ տպավորված է։ Ռուբենը պրոֆեսիոնալ ժպիտով մեկնեց ձեռքը։ Տիկին Անահիտ, հաճելի է անձամբ ծանոթանալ։ Այդ էկոլոգիական տան նախագիծը ցուցադրում է հազվագյուտ զգայունություն բացառիկ տեխնիկական իրավասություն։ Մենք ընդլայնում ենք մեր թիմը, փնտրում ենք տաղանդներ, որոնք համատեղում են ստեղծագործականությունը բնապահպանական գիտակցության հետ։ Կցանկանայի ձեզ հետ խոսել համագործակցության կամ նույնիսկ մեր թիմին ինտեգրվելու հնարավորությունների մասին։ Անահիտը մի պահ անխոս մնաց։ Դա նշանակալի առաջարկ էր, ճանաչում քաղաքի խոշորագույն ճարտարապետական ընկերություններից մեկից։ Ես պատիվ կունենայի քննարկել դա, պարոն Մանուկյան։ Շատ շնորհակալ եմ ուշադրության համար։ Նա տվեց այցեքարտ։ Հաջորդ շաբաթ կապ հաստատեք, կարող ենք հանդիպում պլանավորել։ Եվ շնորհավորում եմ ձեր աշխատանքի համար, իսկապես։ Թարմացնող է տեսնել մեկին, ով վերադարձել է շուկա մի որոշ ժամանակ բացակայելուց հետո ներկայացնում է այս որակի նախագծեր։ Երբ նա հեռացավ, Անահիտը ապշած արտահայտությամբ նայեց Դավթին։ Սա հենց նոր իսկապես տեղի ունեցավ։ Դավիթը լայն ժպտաց, հպարտ։ Տեղի ունեցավ։ Որովհետև դու փայլուն ես, աշխարհը վերջապես դա նկատում է։ Ելենան նույնպես ժպտում էր։ Անահիտ, դու արժանի ես բոլոր այն հնարավորություններին, որոնք առաջանում են։ Եվ եթե որոշես ուսումնասիրել այս առաջարկը, իմացիր, որ կունենաս իմ աջակցությունը, նույնիսկ եթե դա նշանակում է քեզ կորցնել ավելի մեծ ընկերության համար։ Քո աճն ավելի կարևոր է։ Անահիտը զգաց, թե ինչպես են աչքերը հազարերորդ անգամ լցվում այդ երեկո, բայց դրանք լավ արդյունքներ էին։ Շնորհակալ եմ, Ելենա։ Ամեն ինչի համար։ Ինձ այն սկզբնական հնարավորությունը տալու համար, երբ ոչ ոք չէր տա։ Ինձ հավատալու համար, երբ ես հազիվ էի հավատում ինքս ինձ։ Երեկույթը շարունակվեց մինչ ուշ։ Երբ վերջապես դուրս եկան, արդեն կեսգիշերն անց էր։
Դավիթը պնդեց, որ Անահիտին ուղեկցի մոր տուն, թե դա իր ճանապարհից դուրս էր։ Նրանք տաքսի նստեցին, ճանապարհին հարմարավետ լռության մեջ էին, պարզապես վայելելով միմյանց ներկայությունը։ Երբ հասան տիկին Գայանեի տան դիմաց, Դավիթը բռնեց Անահիտի ձեռքը, նախքան նա դուրս կգար մեքենայից։ «Մի բան կա, որ ուզում եմ քեզ հարցնել», ասաց նա այն հանգիստ լրջությամբ, որը նա լավ գիտեր։ «Կարող ես հարցնել։ Ես գիտեմ, որ դեռ վաղ է, որ մենք ընդամենը մի քանի ամիս է, ինչ միասին ենք, որ դու վերակառուցում ես քո կյանքը։ Մեկ պատմությամբ, որը կխառնի ձեր հույզերը, կստիպի ձեզ մտածել կյանքի, հարաբերությունների, երբեք ինքներդ ձեզնից չհրաժարվելու կարողության մասին։